Մեծարգո վարչապետ, դուք խոսեցիք պատմական ցիկլերի մասին եւ այն պատմական խնդրի մասին, որը Հայաստանի ժողովուրդը այս ընտրություններում պետք է լուծի։ Ես կցանկանայի ձեզ խնդրել, որպեսզի անդրադառնաք այս հարցերին նաեւ ինքնության դիտանկյունից, եթե առիթ ունեցել եք այս մասին մտածելու։ Մի քաղաքացի ինձ դիմել է հետևյալ հարցով. ինքնության մասին ինչ խորհուրդ կտաք լսեմ, քանի որ ընդդիմությունը երբ ասում է ինքնություն, դա կապում է ամեն ինչի հետ, էլ ցեղասպանություն, էլ ինչ ասես։ Ինքնության մասին մի հստակ կամ համակարգված դիրքորոշում եմ խնդրում։ Ես չգտա կարճ մի հաղորդում, որը կարող է ուղարկել քաղաքացուն, բայց կարծում եմ, որ գոնե այստեղ մեր քաղաքական երկխոսության միջոցով կարող ենք մի որևէ դիրքորոշում առաջարկել մեր քաղաքացուն եւ քաղաքացիներին, բայց կցանկանայի նաեւ հետեւյալը ասել իմ կողմից։ Ես կարծում եմ, որ մեր պատմության ընթացքում մեզ հետ տեղի ունեցած բոլոր իրադարձությունները մեր ինքնության հումքն են, իսկ մեր արձագանքները այդ իրադարձություններին ձևավորում է մեր բուն ինքնությունը, եւ ուզում եմ որպես օրինակ բերել օրինակ հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունումը, արդյոք այս եւ այն մեր ինքնության մասն է անշուշտ, արդյոք այս իրադարձությունը նշանակել է ուրանալ մեր նախաքրիստոնեական, հեթանոսական պատմությունն ու մշակույթն ու ժառանգությունը, թե մենք կարող ենք նկատել, որ արդեն դարեր շարունակ մեր ինքնության մեջ բավականին խաղաղ գոյակցում են մեր պատմության այս երկու հատվածները, թեև ըստ էության միմյանց բացառում են։ Եվ այսօր էլ այն հարցը, որին մենք պետք է պատասխանենք ինքնության դիտանկյունից, հետևյալն է. արդյոք մենք կարող ենք մեզ թույլ տալ, բացի ցեղասպանությունից եւ էթնիկ զտումից, մեր նորագույն պատմության ընթացքում ունենալ նոր փորձառություն, այն է պետություն վերականգնելու եւ խաղաղություն ունենալու փորձառությունը եւ սա դարձնել մեր ինքնության մաս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան հարցի համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը շատ հստակ եւ կոնկրետ է տալիս այդ հարցի պատասխանը, ասելով մեր ինքնությունը մեր պետությունն է եւ մեր պետությունն է մեր ինքնությունը։ Ընդ որում դա վերաբերվում է ոչ միայն հիմա, այլև բոլոր ժամանակներից։ Մենք առանց պետության չենք ունեցել ինքնություն։ Եվ պետություն չունենալու ժամանակաշրջանում մենք ապրել ենք այն ինքնությամբ, որով օժտվել ենք պետություն ունենալու ժամանակաշրջանում։ 2020 թվականին պատերազմից հետո ես առիթ ունեցել եմ եւ 21 թվականին այս ամբիոնից խոսել հայրենասիրության մոդելի մասին։ Հայրենասիրության այն մոդելը, որով մենք ապրել ենք Խորհրդային Միությունում, Երկրորդ աշխարհամարտից հետո եւ Երրորդ հանրապետությունում հիմնականում հայրենասիրության այդ մոդելի հեղինակը Ստալինն է։ Դա ընդհանրապես որևէ կապ չունի մեզ հետ։ Ես էլ ինչքան էլ դժվար է, ես ուժ եմ ունեցել այդ հարցը բարձրաձայնել, որ մենք այնուամենայնիվ մենք մեզ հարց պետքա տանք, թե լավ, այդ ոնց եղավ, որ ազգային ինքնությունը ժխտող Խորհրդային Միությունը մեկ էլ Երկրորդ աշխարհամարտից հետո սկսեց մեզ ազգային ինքնություն գծագրել մեզ համար։ Դա երկու պատճառով է տեղի ունեցել։ Պատճառ համար 1, որպեսզի մենք մեր ինքնությունը Խորհրդային Հայաստանի հետ չկապենք, այսինքն պետություն ունենալու մեր իղձերը չկապեն Հայաստանի թեկուզ Խորհրդային Հանրապետության հետ եւ այսպիսով Խորհրդային Միության ամբողջականությունը կասկածի տակ չդրվի, այլ այդ նկարտումները եւ ձգտումները արտահանվեն եւ երկրորդն էլ, ինչպես այն ժամանակ մեր նկարտումները, գերտերությունները իրենց նպատակներով օգտագործելու հնարավորություն ունենան։ Հայրենասիրության այդ մոդելը, որով մենք միջև ես ինքս ուրիշի վրա չեմ գցում, միջև այդ վերջերս ապրում ենք, այդ հայրենասիրության մոդելը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունն է ստեղծել եւ Իոսիֆ Ստալինը մեզ համար ասել է հայ ժողովուրդ, դուք պետքա այսպիսին լինեք եւ մենք այն ինչից մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, որը կապվում է մեր պետության հետ։ Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից։ Սա մենք պետքա բարձ հասկանանք։ Եվ սրա մասին է խոսքը։ Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Եվ իրական Հայաստանի
գաղափարախոսության բանախոսությունների ժամանակ ես ամեն անգամ հատուկ անդրադարձ եմ անում դրան։ Համեցեք։ Շնորհակալ եմ, կարծում եմ նաև ձևակերպումը, որ Հայաստանի Հանրապետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը, կրկին մեր ինքնության մասին է։ Նաև փորձ է կատարվում այսօր ներկայացնելու, թե խաղաղությունը ուրացումն է մեր ժողովրդի զոհողությունների։ Մինչդեռ նաև դուք եք այս մասին հաճախ խոսել, որ խաղաղությունը եւ մեր պետությունը հատուցումն է մեր ժողովրդի տված զոհողությունների եւ մի կարճ հարց այլ քաղաքացիներ էլ ինձ դիմել են հետեւյալ հարցով, թե նարնջագույն կրծքանշանը Հայաստանի ուրվագծով որտեղից կարող են ձեռք բերել։ Լսեք, այն զոհողությունները, որոնց մասին դուք խոսում եք, այդ զոհողությունների հեղինակների մասին Լեոն գրել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան էլ հաստատել, ասել է դա հաստատվեց։ Հայ ժողովուրդը էլի գիտեմ դժվար է անցալվելու։ Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Սրանից առաջ այդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողություն ենք գնացել մեր շահերի համար, հասկանում եք, մեր պետության համար, մեր ինքնության համար, մեր ապագայի համար։ Եվ էս է ներվայնացնում բոլորին, որովհետեւ բոլորին ներվայնացնում է դուք ով եք, որ որոշեք։ Մենք պետությունն ենք։ Մենք Հայաստանի Հանրապետությունն ենք եւ մենք որոշել ենք։ Ինչու ենք որոշել։ Որովհետեւ ի տարբերություն ոմանց ունեցել ենք մեր ժողովրդի տված լեգիտիմությունը, այդ դրա համար ենք որոշել։ Մենք քվեատուփեր լցելով չի որ եկել ենք, հասել ենք իշխանության։ Ոչ էլ ստեղից ընդեղից դաբրոներ ունենալով ենք եկել հասել իշխանության։ 2018 թվականի հեղափոխությունը ասում են սա է աջակցել, տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի։ Ի հեճուկս բոլորի։ Որովհետև բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում տանում են։ Չէ, բա այդ է երաշխավորը։ Երաշխավորն է նա, որ պարանը գցել է հորթի վիզը եւ երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե ինքը երբ զոհողության գնա։ Որովհետեւ ինքը իրավունք չունի իր համար զոհողության գնա։ Ինքը կարա զոհողության գնա միայն երաշխավորի համար։ Երբ որ երաշխավորը ասի, եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվի։ Հա? Մատաղի, այո։ Բոլորին է սա ներվայնացնում։ Ես պատասխանատու ասում եմ, 2018 թվականի ոչ բռնի թավշա հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի, պատկերացնում եք բոլորի։ Եվ դրան ապացույց կա 18 թվի հեղափոխության ժամանակ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ինձ հրավիրեցին, դեռ արդեն պարզ էր, որ հեղափոխությունը լինելու է։ Ինձ հրավիրեցին Մարիոտ հյուրանոցում հանդիպման։ Ասի դե դեսպաններ են հրավիրում են հանդիպման, գնամ հանդիպման։ Գնացի բարև ձեզ, ինչ կա, բա մենք ուզում ենք միջնորդենք ձեր եւ կառավարության միջև, որ այս ճգնաժամից դուրս գանք։ Աստծի շնորհակալություն, Հայաստանում ճգնաժամ չկա, եւ եթե դուք ուզում եք միջնորդեք մեր եւ իշխանության միջև, իշխանությունը ժողովրդի ձեռն է։ Մյուս կողմ չկա, որ դուք միջնորդելու հնարավորություն ունեն։ Ստեսություն, գնացեք զբաղվեք, կպեք ձեր գործերին։ Իրանք գնացին կպան իրանց գործերին, Հայաստանի ժողովուրդն էլ իր գործը արեց։ Մեր առաջնորդությամբ, օգնությամբ, աջակցությամբ։ Չէ՞ Սորոսը կազմակերպեց, Բորոսը Սորոսը ձեզ է կազմակերպել։ Այդ դուք ա որ Սորոսի նման երաշխավոր եք, փնտրում որ հորթի նման գլուխները տանեք, մտցնեք պարանի մեջ։ Որտեվ երբեք կյանքում ոչ մի ինքնուրույն բաց չէ, ոչ մի կոպեկ փող եք աշխատել ինքնուրույն։ Մի կոպեկ փող չեն աշխատել այդ մարդիկ ինքնուրույն։ Մի կոպեկ, երաշխավորված ասում եմ։ Այդ որ ասում են մենք հարուստ ենք, բան Range Rover ենք քշում, բան եւ այլն։ Կյանքում մի կոպեկ փող աշխատած չկա ինքնուրույն։ Կյանքում։
Ես այս վերջերս համեմատություն արեցի։ Բանի հետ համեմատեցի, Պրիգոժինի հետ համեմատեցի, որ բաններ, ճաշմատուցողի կարգավիճակից դարել էր իբր ինչ-որ մեկը։ Այդ նույն մարդիկ այդ բանն են։ Խոհարարի մատուցողի և սնվողի արանքի հետ, որ վերջում աբսենտանում տենց բաներ կան, էլի, տենց պրոտոկոլներ կան։ Այդ մարդիկ մի կոպեկ ինքնուրույն փող չեն աշխատել, մի կոպեկ։ Իրանք սկսել են, իմիջ այլոց ասեմ, էդ էլ պետք է ասենք, Ռուսաստանի և այլ երկրների մեծահարուստների մի մասը, իրանք ուրիշների փողերի վրա եղել են տեղապահ և են տեղապահ, հասկանում եք, են տեղապահ, իրանք այդ փողերի տերերը չեն։ Եվ հիմա երաշխավոր են ուզում, երաշխավոր կա, այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, և ինքը իր երաշխավորությունը արդեն արել է և էլի կանի, վստահ եղեք։